Մարզահամերգային համալիրում կայացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովը, որը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։ Համաժողովի ընթացքում նախ ընտրվել են նախագահողն ու քարտուղարները, ապա քվեարկության են դրվել հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական ցուցակը, ծրագիրը եւ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու հաստատելու հարցը։ Պատվիրակները հաստատել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը, կուսակցության ծրագիրը, իսկ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը միաձայն հաստատվել է վարչապետի թեկնածու։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը բաղկացած է 21 հիմնական ուղղությունից, ներառելով խաղաղության ինստիտուցիոնալացման, արտաքին քաղաքականության, անվտանգության, նաև պարենային, էներգետիկ, ներքին ու կիբերանվտանգության եւ տնտեսական զարգացման հարցերը։ Կուսակցությունը ներկայացրել է նաև 100 նախատեսվող միջոցառում, որոնք կոստանում է իրականացնել խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու դեպքում։ Հայտարարվել է նաև, որ կուսակցության ընտրական ցուցակը կազմված է երկու մասից եւ ընդհանուր առմամբ ներառում է 293 թեկնածու։ Համաժողովի թեկնածուները հանդես են եկել ելույթներով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում նկատել է, որ անցած ծանր փորձությունների ընթացքում իշխանությունն ու հասարակությունը միմյանց մենակ չեն թողել, ընդգծելով, որ համատեղ պետք է շարունակեն պաշտպանել ժողովրդավարությունը, խաղաղությունն ու ինքնիշխանությունը։ Ուրեմն, երբ արդեն ակնհայտորեն ժողովրդավարական ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթանակը շատ շոշափելի էր, ես ժողովրդին ասում էի, որ սա դեռ գործընթացի ավարտը չէ, սա դեռ պայքարի ավարտը չէ, որովհետև կան ուժեր, որոնք փորձելու են ժողովրդից խլել նրա ձեռքբերումները, փորձելու են ժողովրդից խլել այդ հաղթանակը։ Եվ ես վստահեցնում եմ, որ մենք նրանք, ովքեր առաջնորդություն ստանձնեցին այդ շարժման համար, հեղափոխության համար, մենք ինչպես կանգնած ենք եղել այդ պայքարի առաջնագծում, այնպես էլ շարունակելու ենք կանգնած լինել։ Բայց ես ունեի մի խնդրանք, մի հորդոր, մի պահանջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Ես խնդրում եի, որ հետագա պայքարում, հետագա գործընթացում մեզ մենակ չթողեն։ Ես խնդրում եի, ես պահանջում եի, որ հետագա գործընթացներում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շարունակի լինել մեր կողքին կանգնած։ Հետո, սիրելի ընկերներ, եղավ այն, ինչ կանխատեսում էինք, եւ նաեւ եղավ այն, ինչ չէինք կանխատեսում։ Եղան ծանրագույն փորձություններ, ծանրագույն։ Եվ պետք է խոստովանել, բոլոր այդ փորձությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեզ մենակ չթողեց։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց իր ժողովրդավարությանը, իր ինքնիշխանությանը եւ հետո արդեն նաեւ իր խաղաղությանը։ Այս մասին, սիրելի ընկերներ, շատ է խոսվել, եւ դեռ վստահ եմ շատ խոսվելու է եւ արժեվորվելու։ Բայց այս պատմությունը մեդալի մյուս կողմն էլ ունի։ Վստահ չեմ, որ այս մասին հրապարակավ ասվել է, ես նույնիսկ չեմ հիշում, թե ինքներս իրար հետ ենք խոսել փակ դռների հետևում։ Այս պատմությունը երկրորդ երեսն էլ ունի, եւ ես կարծում եմ, որ այսօր այդ օրն է, որը մենք այս մասին էլ պետք է խոսենք, սա էլ բարձրաձայնենք։ Այդ ծանրագույն փորձությունների ընթացքում, սիրելի ընկերներ, մենք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մենակ չենք թողել։ Մենք մնացել ենք կանգնած։ Մենք երերացել ենք այո հարվածներից, վիրավորվել ենք այո, բայց մենք չենք փախել, մենք չենք լքել մեր բաժին առաջնագիծը։ Եվ մենք էլ մեր ժողովրդին իրենց հանձնարարությամբ առաջնորդել ենք դեպի ինքնիշխանություն, խաղաղություն եւ ժողովրդավարություն։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է բանակում իրականացված փոփոխությունները, հայտնելով, որ ատեստավորման ծրագրի շահառու զինծառայողների թիվը հասել է 5319-ի, իսկ վարձատրության եւ սոցիալական ապահովության պայմանները վերջին տարիներին էականորեն բարելավվել են։ Բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորներից մեկն է, եւ այն պետք է լինի պաշտպանունակ, համալրված ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով, ունակ իրականացնելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու իր առաքելությունը։ Եվ որ ամենակարևորն է, պետք է փաստել, որ բանակը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս անելիք չունի։ Իհարկե, մեծ է գայթակղությունն այսօր անդրադառնալու վերջին շրջանում ակտիվացած բազում փրկիչներին, օտարերկրյա փորձագետների, հրահանգիչների եւ շատ հարգելի արհեստական բանականության երկնած տեքստերին ու ծրագրերին, բայց ես ընդամենը խորհուրդ կտամ նրանց մեկ անգամ
կամ գուցե եւս մեկ անգամ կարդալ Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգը, որտեղ կգտնեն իրենց բոլոր մտքերի զգալի մասը ոչ միայն հարցերի, այլև լուծումների տեսքով։ Ելույթն ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կրկին խոսել է խաղաղության մասին։ Նա շեշտել է, որ քաղաքացիների հետ շփումների ընթացքում ամենահստակ ձևակերպված պահանջը եղել է հենց խաղաղության հաստատումը։ Մարդկանցից լսած ամենակարևոր ուղերձը եղել է խաղաղ ապրելու ցանկությունը։ Նրա խոսքով սա վկայում է, որ ժողովուրդը այլևս քաղաքականության օբյեկտ չէ, այլ սուբյեկտ եւ հենց այդ տրամաբանությամբ է ձևավորվել կուսակցության ներկայիս քաղաքական օրակարգը։ Հաջորդ կարևոր արձանագրումը, որին մենք պետք է անդրադառնանք, հետևյալն է։ Ի վերջո, խաղաղությունը կա, թե չկա։ Որտեվ պետք է անդրադառնալ սրան։ Եվ պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը։ Խաղաղությունը իհարկե հաստատված է, եւ խաղաղությունը այստեղ է, այսօր է, հիմա է։ Բայց մենք բոլորս պետք է մեզ հաշիվ տանք հետևյալում։ Խաղաղությունը նոր է, նորածին է, խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Երեխայի հետ համեմատությունը ամենևին էլ չափազանցություն չէ։ Երբ երեխան ծնվում է, նա մի օրական է, 2 օրական է, մի ամսական է, 6 ամսական է, մի տարեկան է, նա կա, նա ծնվել է, նա իրականություն է, բայց նա խնամքի կարիք ունի, նա հոգատարության կարիք ունի, նա ամրանալու, ոտքի կանգնելու, ավելի ու ավելի վստահ քայլելու կարիք ունի։ Եվ այս ընտրությունը 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունը հենց սրա մասին է։ Կա արդյոք այս նորածին խաղաղությանը խնամելու պատրաստ հանրություն եւ պետություն։ Կա արդյոք այս նորածին խաղաղությանը ոտքի կանգնեցնելու, փայփայելու պատրաստ պետություն, հանրություն եւ ժողովուրդ եւ քաղաքական առաջնորդություն։ Եվ պետք է առանց սեթևեթանքի ասել, արտահայտել մեր վստահությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա այդպիսի քաղաքական ուժ եւ Հայաստանի Հանրապետությունում կա այդպիսի հանրություն եւ Հայաստանի Հանրապետությունը այդպիսի պետություն է իր քաղաքացիների ամբողջությամբ իր ժողովրդով։ Եվ այս է պատճառը, որ մենք որոշել ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ահա այս կարգախոսով, որը կոչ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։